Podcast Ստիկած դուելսկաց։ Մենք վավերագրել ենք Արցախի կյանքը, ֆիլմում կան դրվագներ, թե ոնց են հայերը տանջել ադրբեջանցի ռազմագերուն եւ ոնց են ադրբեջանցիները տանջել հայ ռազմագերիներին։ Մեծագույն բանը լրագրության այդ կոնֆլիկտային, որ երկու կողմում էլ մարդիկ են ապրում եւ երկու կողմում էլ մարդկային տրագեդիան է Ալբերտը փրկել ադրբեջանցիներին, իսկ ավազը հայերին։ Իհարկե ավելի հաճելի է լսել, որ մենք հաղթելու ենք, բայց դու հասնելու ես, չէ՞, նոյեմբերի 9-ին։ Մարդիկ իրավունք ունեն լսել ճշմարտությունը։ Մարիամ, Քաթանիկ եւ շնորհակալություն հայտնենք մեր բոլոր դիտողներին, ովքեր կարդեն Տարուկեսյան մզնհ-ն եւ հատկապես այն դիտողներին, ովքեր միացած են մեզ Patreon-ով եւ Ռեարմենիավ, այսինքն վեր ձեր շնորհիվ է podcast-ը շարունակվում եւ հույս ունենք նաեւ մյուս դիտողներն փոքրիկ ներդրումներ կկատարին, որպեսզի քաթը ավելի վեճ, պրոստը շարունակական է։ Շնորհակալություն նաեւ գործարարալիքին Տարուծավեր տաղավարը անշահախնդրորեն podcast-ին տրամադրելի հետի, իսկ սոր մեր հյուրնա մեդիա փորձագետ Հարություն Մանսուրյանը, հուրն այդ խուսելվանք մեդիագրագիտությունից ու էթիկայից կոնֆլիկտի պայմաններում, քանի վեր մեր հյուրը շատ մծ փորձոն է լրագրության ոլորտում, ֆիլմարտադրության ոլորտում ու դրանց մի մասը հենց Արցախում նկարվալ, ինձ թվում է շատ հետաքրքիր ու շատ բովանդակալի զրույց է սպասվում։ Բարև ձեզ, պարոն Մանսուրյան։ Բարև ձեզ, ոնց էի կարոտել ես դեր լեզուն։ Ինչքան վաղտավ ես կանում, այսքան հաճախակի։ 10 տարի այսպես մոտավորապես 10 տարի, չնայած հիմա հետք մեդիագործարանում ամեն տարի ունենք ուսանողներ Ղարաբաղից, այնպես որ մեկ կարոտս առնում եմ, բայց հենց որ նստած երկուսով խոսեն ու ես տենց կողքից ըմբոշխնեմ։ Այս պահին քանի հատ աշակերտ ունի Արցախից։ 2 Ասվրամը եւ Ալոնան։ Գիտեք։ Մունքլոխ ուսումնասյան կետո կանչածս։ Անին անցյալ տարի ավարտեց։ Անին Աբաղյանը։ Չէ, Բալայանը, Սիվիլնետի։ Գոհարը։ Հա։ Այսինքն ունենք։ Բարբերաբար 9-ը։ Բայց մեկը կարոտում եմ։ Հա, շատ լավ է վեր կարոտումը, կիսել համծազում շատ կարոտում Արցախում, որովհետև 13 տարի առաջ ենք մունք հանդիպալ առաջի անգամ եւ դա մուտք այլել կոնֆլիկտային լրագրություն, ես ինչքան մենք հերվից եշում եմ, որովհետև ու ինձ դա երևի բարդ այլել են վղտեն, մի քիչ հասկանալի ինչա կատարում, բայց երևի շատ ավելի ճիշտ է, որովհետև միշտ փորձալում մտածին վեր այս ասած են տակին կա այլ ճշմարտություն։ Մենք ձեր ուսանողներին դուք ինչ եք սվրցնում կոնֆլիկտային լրագրությունից կամ կարող է вообще վեշին պենչ կսվրցնում, բայց ոզում հիշիկ է 13 տարի առաջվա Արցախը ձեր քինալնդեղ ու նպատակներին ինչի հետեիք լեքնայիս։ Մտածում եմ, որ մեկին պատասխանեմ, որովհետև հիմա ուսանողներին կոնֆլիկտային լրագրություն համարյա այդ թեմայով որևէ բան չեմ ասում, չենք խոսում այդ թեմայով, եթե հատուկ նպատակային որևէ իրադարձություն չի լինում, այդ դեպքում բնականաբար ասում ենք։ Չնայած չէ, մոտ մի շաբաթ առաջ օրինակ Վարդան Հովհաննիսյանն էր Բարս մեդիայի մեզ մոտ ու ուզած խոսում ենք, որովհետև իր վավերագրական ֆիլմն ենք նայում, քննարկում մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերին, տեսել եք երևի։ Հա, ու խոսում ենք ով է լրագրողը կռվի ժամանակ, ինչ պիտի անի, ինչ չպիտի անի, որ պահին ինքը լրագրող չի, երբ ասենք ինքն էր պատմում ու ինքն էր ասում, հա, ասենք եթե ես զենքը վերցնեի, ես այդ պահից սկսած էլ ուրիշ մարդ էի դառնում։ Լավ ու վատի խնդիր չի։ Դու ուղղակի այլ մարդ ես, դու արդեն պատերազմի մասնակից ես, կռվող ես ու ոչ թե լրագրող ես կամ ֆիլմ արտադրող ես։ 13 տարի առաջ լրիվ ուրիշ էր վիճակը ու ուրիշ էին այն ինչի մասին որ մենք խոսում ենք, որովհետև մենք անում էինք համատեղ ֆիլմեր մեր ադրբեջանական գոլեգաների հետ, հանդիպում էինք իրենց հետ, քննարկում էինք, ներկայացնում էինք ամեն մեկը իր կյանքը, իր ճշմարտությունները, ինչ որ դեպքերում այդ մարդկային պատմություններով մենք փորձում էինք ցույց տալ, որ
կռիվը, այսպես ասած, ընդհանուր մեծ հաշվով այդ շատ աբսուրդ մի բան է, երբ պետություններն են իրար դեմ կռվում, բանա ինչ որ հրովարտակներ են, կոչեր են, եսի ինչեր են, բայց երբ որ մարդիկ են իրար հանդիպում, երկու իրար չճանաչող մարդիկ ու իրար պիտի սպանեն։ Իմաստ է այդ ամեն ինչի, հա, դու ասենք քո դիմաց տեսնում ես քեզ նման ոնց որ Աստծո ստեղծած ինչ որ կերպարի, դու իրան պիտի ասենք սպանես, դու չգիտես ինչի համար իրան պիտի սպանես միայն այն բանի համար, որտեվ քո պետության ղեկավարը ասել է, որ ինքը քո թշնամին է։ Դպրոցում քեզ սովորեցրել են, որ ինքը քո թշնամին է։ Այդ ատելությունը քո մեջ մտցրել են կամ անգամ կարող է պատահի դու չես էլ ատում, բայց դու գիտես, որ եթե դու իրեն չսպանես, ինքն է քեզ սպանել, որտեվ դա արդեն պատերազմի օրենքն է։ Հիմա այս ամեն ինչը դնենք մի կողմ, խոսենք լրագրության իմաստով, այսինքն երբ դու լրագրող ես եւ այդ թեմայով նյութ ես պատրաստում կամ ոնց որ ձեր դեպքում, հա, մենք ֆիլմեր էինք պատրաստում, դուք ընտրում եք հերոսների, մենք գնում էինք, խոսում էինք, դուք հարցազրույցներ էիք անում, թեմաներ էիք ընտրում։ Խնդիրը այս դեպքում այդ ատելությունը երկկողմանի մեծ ատելությունը, որը որ բերում է այդ պատերազմների, դա մեղմելն էր, վերացնել հնարավոր չէր, այդպիսի բան չունեինք, էլի, ուտոպիա չէր դա, որ կարելի է դա վերացնել, այլ որ երկու կողմում էլ մարդիկ են ապրում։ Դա է մեծագույն բանը լրագրության այդ կոնֆլիկտային, որ երկու կողմում էլ մարդիկ են ապրում եւ երկու կողմում էլ մարդկային տրագեդիան է։ Եվ այդ տրագեդիան մենք տեսնում էինք անընդհատ։ Եվ ձեր անձնական հանդիպումների ժամանակ ես շատ լավ հիշում եմ այդ ձեր հատկապես առաջին հանդիպումները, որովհետև ասենք ձեր սերունդը այսպես կենթանի ադրբեջանցի շատերը չէին տեսել։ Ու ես հիշում եմ, որ Թբիլիսյան այդ հանդիպումների ժամանակ անուններով չասեմ հիմա ով եւ ոնց էր, բայց ասենք դեպքեր էին լինում, ես կողքից նայում եի, մենք շատ էինք հանդիպում, ես համար դա սովորական էր, բայց ոնց այդ ջահել աղջիկը նստում էր ու այսպես սեղանա, այսինքն զգում էր, որ դողում է ինքը, տալիս էի գրիչ, ասում էր գրիչը կոտրի, հանգստացի, որովհետև այդ կանցնի, այդ ուղղակի առաջին էտապն է, դու նստած ես եւ քո դիմաց, ասենք, նստած է քո պատկերացմամբ, ասենք 18-20 տարի քեզ ներշնչել են, որ ինքը քո թշնամին է, ասենք, ու նույնն էլ հակառակ կողմից է։ Ու շատ բարդ է այդ մարդու հետ ուղղակի այսպես նայել աչքերին կամ խոսել իր հետ, քննարկել ինչ որ մի բան, թեմա քննարկել, որ հետո պիտի միասին երկուսով, ասենք, ֆիլմ անեք, նկարահանեք այդ թեմայով։ Բայց այդ մարդկային գործոնը շատ արագ է աշխատում։ Ու հաջորդ օրը իրանք միասին նստած թեյ են խմում, զրուցում են, մեկը պատմում է, ուրեմն ինչա կատարվում Ստեփանակերտում, այն մեկը պատմում է թե ինչա կատարվում Բաքվում, իրանք խոսում են, մեկը պատմում է իր հարազատներից, այն մեկը իր հարազատներից, կորուստներից, մեկը իր, մյուսը իր, ու այդ ամեն ինչը բերում է նրան, որ շատ հանգիստ մարդիկ կարողանում են իրար հետ աշխատել, ասենք, դու էլ կհիշես, որ ասենք մենք պատրաստեցինք ֆիլմեր, անգամ համատեղ ֆիլմեր, ոչ թե առանձին երկու կտորներ, այլ մի ֆիլմ, որի մեջ երկու մոտեցումներն էին, ասենք, գիտեմ, Ավազ Ալբերտի ֆիլմը, մինչև հիմա, չգիտեմ, շատ զարմանալի է, թե ոնց կարելի էր այդքան դաժան նկարագրություններով, ուրեմն մի քիչ թեման պեցանիկ, մեր դիտողներն էլ հասկանան ինչ ֆիլմի մասին է, ուրեմն ֆիլմի երկու հերոսը Ադրբեջանից եւ Արցախից մարդիկն վերգերիների փոխանակման բնել է զբաղվելիս, ու իհարկե խորհուրդ ենք տամ անպայման այդ ֆիլմներ դիտիկ, նկարագրության մեջ իներվա նաեւ հղումը։ Հա, ֆիլմը չի կոչվում Ավազ Ալբերտ, այդ մենք աշխատանքային անունն է, ֆիլմը կոչվում է Իմ թշնամին, իմ ընկերը, ու ամենահետաքրքիր Մոյ դրուգ, մոյ վրագ, ռուսերեն ավելի sense բան հաճում։ Ու ամենահետաքրքիրը, որ փաստորեն ստացվում է, որ Ալբերտը փրկել է ադրբեջանցիներին, իսկ Ավազը հայերին, որովհետև Ալբերտը մեր կողմից ուրեմն ադրբեջանցիներին է փոխանցել ադրբեջանցի գերիներին, իսկ մյուս կողմից Ավազն է փոխանցել, այսինքն այդ երկվությունը, որ չգիտես էլի, ինքը հիմա քո թշնամին է, թե քո ընկերն է, հա, ես այդ ֆիլմը շատ դժվար է ծնվել, երևի ամենադժվար ստեղծված ֆիլմերից մեկն է եղել։ Ես հիշում եմ քննարկումները Թբիլիսյան, որովհետև այն ինչը որ մենք տեսնում ենք դա այսբերգի իսկապես մի մասն է,
տակը շատ մեծ հատվածներ կան, որ մենք հանել ենք, կտրել ենք նաև այդ կոնֆլիկտային լրագրությունը, որովհետև ենթադրում է, անգամ ինչ որ բաներ ենք թողել, որ մինչև հիմա գուցե վիճելի են։ Թիֆլիսյան հանդիպումների ժամանակ հիշում եմ տարօրինակ մի վեճեր։ Այնտեղ ֆիլմում կան դրվագներ, թե ոնց են տանջել երկու կողմից էլ, ոնց են հայերը տանջել ադրբեջանցի ռազմագերուն եւ ոնց են ադրբեջանցիները տանջել հայ ռազմագերիներին եւ էլի անուններ չեմ տալիս, բայց քննարկում էր եւ ասում էին իսկ որն է ավելի դաժան տանջանք է եղել։ Այնտեղ սարսափելի բաների մասին են խոսում ու դա անհամեմատելի է։ Ասենք որն է ավելի դաժան տաք երման ջուրը մարդու վրա լցնելը, թե, չգիտեմ, ատամները քաշելը կամ մի խոսքով, չէ, նկարագրությունները հիմա չասեմ, քննարկումները այդ մակարդակի էին երբեմն իջնում, հասնում այդ մակարդակի, որովհետև այդ մոնտաժի ժամանակ պիտի երևար նաև ինչ դաժան բանա գերությունը, որովհետև ցանկացած երկրում, ցանկացած ամենամարդասիրական երկրում անգամ ռազմագերին դա այն մարդն է, որ պաստորեն եղել է մեկը որ քեզ սպանել է կամ քո հարազատին է սպանել կամ ուզեցել է գոնե սպանի, հա, եւ դու իրան գերի ես վերցրել ու համարենք ինքը վիրավոր է եւ իրեն պիտի բուժես։ Բժիշկը ինչ պիտի անի, պիտի բուժի, թե չպիտի բուժի։ Ո՞ս հիշում երբ գնացինք, երբ գտանք այդ բժիշկներին, ովքեր բուժել էին այդ ռազմագերուն, ովքեր վիրահատել էին, այ հանեցինք այդ բոլոր թղթերը, ինչ որ առումով մի քիչ ինքը նաեւ այդ հետաքննական էլեմենտներ ուներ լրագրության մասով հիմա եթե ասեմ, որովհետև այդպես հետքերով գնում էինք, գտնում էինք ով է եղել բժիշկը, ոնց է բուժել, հանում էինք, ինչ վիճակով է եկել, փորձում էինք գտնել ինչ որ վավերագրական կադրեր այդ ամեն ինչից, բայց այս 13 տարվա ընթացքում շատ բան է փոխվել։ Эту можем ասեմ, վեր զարմանալի է, մենք ինչ հայաց քավը կեշում, զարմանում եք վեր այդ վղտեն կրեց հալկտանիք, մենք հնարավոր չի ինձ թվում է աշխատանքներ արած ու այս 16-ից հետո 44 օրյայից հետո Արցախի հայաթափումից հետո ինձևի ատելությունը շատ ավելի մածա ու ինձ թվում է անհնարել է նույնիսկ դի ֆիլմեր նկարել մենք համատեղ վեր հաստատ Ես էլ եմ պատկերացնում, որ հիմա ինչի շուրջ պիտի դա լինի, որովհետև ու խնդիրը ինչի մերի եւ ձերի խնդիրը չի, հա, ասենք շատ կոպիտ ասեմ, այն ժամանակ մենք հաղթանակած կողմ էինք եւ մենք շատ ավելի մեղմ վերաբերմունք ունեինք, հա, իրենք պարտված կողմ էին եւ իրենց կողմից գուցե այդ ագրեսիան մի քիչ ավելի շատ էր, քննարկումների ժամանակ այդ երևում էր։ Հիմա ենթադրաբար դա պիտի հակառակով լինի, այսինքն մենք պիտի ավելի ագրեսիվ լինենք, որտեղ մենք պարտված կողմ ենք եւ իրենց կողմից պիտի լինի մի քիչ ավելի այսպես մեղմ վերաբերմունք, բայց դա չի խնդիրը։ Երևի ամենամեծ ու հիմնական խնդիրը դա է, որ հիմա Արցախը լրիվ հայաթափված է։ Այսինքն մի կողմից դա, մյուս կողմից, որ այն ժամանակ կար գոնե մտքում մեր, որ խնդիրը կարող է լուծվել, այսինքն կար խնդիր, դա Ղարաբաղյան խնդիրն էր, անունը այդպես ձևակերպենք, եւ մենք մտածում ենք, որ ոչ այսօր, ապա վաղը այդ խնդիրը պիտի լուծվի։ Եվ ոնց պիտի լուծվի։ Ցանկացած լուծման տարբերակով մենք մտածում ենք, որ հարևաններ ենք, ոչ մեկս ոնց որ լուսին չի գնալու, մենք պիտի իրար կողք ապրենք, եւ այն ճշնամանքը, որը որ իշխանություններից գալիս էր, դա պիտի մեղմվի մարդկային հարաբերությունների միջոցով եւ այստեղ լրագրողները, ֆիլմարտադրողները ունեին իրենց հստակ նպատակը, որ մենք հիմա գոնե մարդկային մակարդակով ապահովենք այն թեկուս ոչ շատ ամուր հիմքը, որ հետո երբ որ կստորագրվի ինչ որ մի թուղթ երբևէ հնարավոր լինի իրար հետ ապրել,
Բայց ուզում եմ պենել նշենք, իհարկե, այն վեր իրավիճակա փոխվալ ոչ հոգուտ մեզ տա մզրա որոշակի ազդեցություն ունի ավելի մեր ագրեսիան սրելու եւ իրանց կողմից ավելի մեղմելու, բայց ունենք շատ ավելի սուր հարց, վերը այն տոտալիտար իշխանությունը Ադրբեջանում, այն բռնատիրական վիճակն է, այդտեղ տեսնում ենք վեր լրագրությունը ստի ասած սպանում են, լրագրողներին վեր գոնը ինչ որ չափավ փորձել իրանց ազատություն անկախությունը պահին այդ մարդկանց բանտերն նետում եւ այլ ու այս պահի դրությամբ ինձ թվում է դղ մարդիկ շատ ավելի կաշկանդված են ու կվախեն եթե անգամ ասենք անցկենա 20 տարի բայց դղ իշխանությունը նույն ոճը շարունակե որթեգրած պահե ինձ թվում է ստիթանդի այդ երկխոսությունը շատ դիժեր կինի ձևավորել որտեւ այդ երկխոսությունը պիտի ինի ադրբեջանական իշխանության թույլտվությամբ, այսինքն այդ անկախ վիճակը, հունց օրինակ մեր կողմից մարդիկ քինամն ու իրանց սեփական կարծիքը արտահայտում են, տրայտի վախում չեն վեր բանտում հայտնվին կամ գոնե քիչ են վախում, դեռ հաստատապես վախում են ու ես նկատամ այս վերջի տարիներին ինչքան խաղաղասիրական ծրագրեր եւ այլ կան հազվադեպ այնում վեր Բաքվի ադրբեջանցին հայտնվեց տեղ ավելի շատ Բաքվից դուրս ապրող Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցիներն են մասնակցում այդ ծրագրերին ու կարծում սա էլ շատ կարևոր փաստ է վեր էլի պիտի շեշտենք խեչի հնարավոր շարունակել աշխատանքը Հա, ես այդ ընթացքում 7 տարի երբ աշխատում էի Ազատություն ռադիոկայանում ու Պրահայում էի այնց այդ ընթացքում էր կամ գուցե մի քիչ դրանից շուտ երբ փակվեց օրինակ Ազատություն ռադիոկայանի Բաքվի գրասենյակը եւ աշխատողներ ովքեր որ մնացին իրենք տեղափոխվեցին տարբեր տեղեր հիմնականում ասենք Պրահայում ասենք պատկերացրեք ոնց որ հիմա մեր այստեղի Ազատությունը եւ աշխատողներ չունի այստեղ այնտեղ մնացել էին մի քանի հոգի որոնք հիմնականում գաղտնի կարող էին մաքսիմում ինչ անել նկարել ինչ որ vox pop-էր կամ մի քանի կադր նկարել հեռախոսով թեկուզ եւ ասենք ուղարկել բայց այդ խնդիրը իրականում միշտ եղել է Եվ միշտ անգամ այդ 13 տարի առաջ երբ մենք գնում էինք, միևնույնն է մենք շատ ավելի բաց էինք եւ ազատ էինք, այսինքն մեր հասարակությունը միշտ եղել է ավելի բաց եւ ազատ։ Ու նաեւ խնդիրը դիալոգի միշտ դա է եղել, որ անգամ ուրեմն Արցախի հանրապետությունում, այսինքն Արցախյան հասարակությունը ավելի ազատ էր։ Բայց ոչ միշտ Վերջին համեմատած ես ասում եմ 13 տարի առաջ այն ինչը որ դու հիշեցրեցիր հա 13 տարի առաջ դուք ելք չես գում վեր քինելով սրվալա վիճակը ադրբեջանական կողմում առավել եւս սրվալ այսինքն 13 տարի առաջ դղ իլելն քիչ թե շատ անկախ լրատվամիջոցներ, անկախ լրագրողներ, Համենայն դեպս մարդիկ են լավ, հենց Բաքվից են եկել։ Այո, բայց վերջի տարիներին քանի կինամա, քանի օղակը կակբուտը փակվում է ու իհարկե ամբողջ աշխարհում է տենդենսը այդ կինամ, բայց հատկապես Ադրբեջանում ինձ թվում է մենք միջին վիճակագրական նորմալ մարդու հետի ապրելը շատ դիժեր է, ինձ թվում է սա էլ է պատճառներից մինը, որ շատ հաճախ հրցնում են խե օզալչիկ ինտեգրվի խե օզալչիկ մինձևն հետնեին ապրի։ Բայց տեսեք ինչն է խնդիրը։ Ուրեմն իրենք այդպիսի խնդիրել չեն դնում, այսինքն պետությունը եւ հասարակությունը այդպիսի խնդիրել չի դնում։ Ու հատկապես անկախ ինելու նկատի ունիք, ինչ խնդիր չեն տինում։ Ազատության։ Հա։ Իրենց այսինքն կոնկրետ հասարակությունը որպես այդպիսին այս պահին չունի այդ խնդիրը դրած եւ եթե կան մարդիկ, ես վստահ եմ որ կան մարդիկ, որ կուզեին ավելի ազատ լինել, լրագրողներ, ովքեր կուզեին ազատ գրել, հա, ասենք այդ ում որ բռնել են, նստացրել են, հիմա էլ այդպես բռնում են, նստացնում են կամ վախից այդ լրագրողները հիմա ձայն չեն հանում, որովհետեւ այդ 2020-ի պատերազմից հետո եւ Արցախի հայաթափումից հետո երբ հիմնական խնդիրը, որը համարյա 30 տարի իրենց գաղափարախոսությունն էր, մեծագույն ուրեմն նպատակն էր, որին իրենք գնում էին, իրենք հասան դրան եւ այդ նպատակին հասնելը կոմպենսացնում է ազատության պակասը մարդկանց մոտ եւ իրենք ասում են դե ոչինչ որ ազատություն չունենք, բայց Ղարաբաղ ունենք։ Մենք ունենք այն ինչի մասին 30 տարի երազում էինք եւ հա ոչինչ որ հիմա մեր բերանը կողպել են, ոչինչ որ մենք հիմա չենք կարող ասենք ազատ խոսել, հիմա ինչ ֆիլմա չենք նկարի, ասենք ինչի մասին է խոսքը, հա։
այդ տեսակետից հասարակությունը դրա պահանջը չունի, ասենք ես հիմա փորձում եմ պատկերացնել, ինչը չեմ բացառում, որ վաղը կարող է այստեղ լրագրողների բերաննել կողպեն, փակեն, հնարավոր է դա, ամեն ինչ է հնարավոր, հա, մեր հասարակությունում եւ ամբողջ աշխարհում մենք դա ծանր կտանենք, որովհետեւ մենք սովորել ենք այդ ազատությանը, մենք սովորել ենք, որ մենք պիտի խոսենք, պիտի բարձրաձայնենք, դա շատ բարդ կլինի հիմա անել։ Իրենց հասարակությունում կամած այդ ամեն ինչը տեղի ունեցավ, այդ մեր հանդիպումների ժամանակ արդեն իրենք այսպես բան էին եւ երբ օրինակ գալիս էին նոր լրագրողները, ջահել լրագրողներ, իրենք վախվորած, եթե կհիշես, Մարիամ, այսպես նայում էին մեկին կամ երկուսին, ովքեր որ այսպես ավելի փորձառու էին եւ ուզում էին հասկանալ իսկ կարող ենք, հա, էլի կարող ենք մի քիչ ավելի բացվել։ Ինչն է կարելի խոսել, ինչ չի կարելի խոսել։ Այդ միանշանակ կար։ Ոզում խոսենք այն տարուց վերտուք հերվում քլել ու պատերազմ այլել ձեր մտորումներից, այդ ազատության ընկալումներից, ինչա փոխվել ձեր մեջ ու ընդհանուր հունց կլել տեսնեիս հայ եւ ադրբեջանական հասարակությունը եւ այն պրոպագանդան վեր երկու տեղ քինայիսալալի եւ արդյոք իլալա ձեր կարծիքով ազատ մամուլ կամ տեղ շտղավեր մարդիկ գրեին իրական ինֆորմացիա ստնեին ինչա կատարվում պատերազմում։ Նախ ասեմ անձնականը շատ ավելի բարդ է, երբ երկիրը ծանր վիճակում է ու դու երկրում չես։ Եթե ուրիշ մեկը ինձ ասեր, կարող է չհավատայի, բայց այդպես է։ 16 թվի կռվի ժամանակ արդեն այստեղ չէի, 15 թվին է ես գնացել, ու ես հիշում եմ, որ այդ 4 օրը ես եթե անգամ քնել եմ, նենց քնել եմ մի ժամ, 2 ժամ, որտեղ անընդհատ այդ լրահոսի մեջ ես եւ ուզում ես հասկանալ ինչա կատարվում։ Այնտեղ ես կենտրոնական այսպես լրատվական բաժնում էի, newsroom ասվածում էի եւ այդ newsroom-ից պատրաստում էինք նյութեր, վերցնում էի ուրեմն տարբեր լրատվականներից, Reuters-ից, անընդհատ կապի մեջ էի նաեւ Ղարաբաղի հետ, զանգում էի, խոսում էի Երևանի հետ։ Այդ ժամանակ ուրեմն այդ հնարավոր էր ինֆորմացիաները, կադրերը, նյութեր էինք պատրաստում տալիս, իրար շատ հակասական էին։ Չեմ խոսի ազատության ընդհանուր որպես ռադիոկայանի ուրեմն սկզբունքների մասին, որովհետև այնտեղ դա ուրիշ հեքիաթ է, դա ուրիշ մեծ պատմություն է, որ մեծ լրատվականները ունեն այդպիսի մոտեցում, որ դա պիտի լինի հավասարակշռված։ Շատ տարօրինակ ինձ համար լրագրողի համար ոչ ընդունելի տարբերակ է, նույնը 20-20-ի պատերազմի ժամանակ էր, ասենք, երբ Ստեփանակերտը ռմբակոծվեց, ու երբ որ այդ առաջին կադրերը եկան, այդ ուրեմն փողոցի վրա դրված կամերայի կհիշեք, հա, երբ որ ամեն ինչը ուրեմն երբ այդ ստացանք եւ ուզում էինք, ասենք, դա հրապարակել եւ ուղարկել աշխարհով մեկ, վերևից այսպիսի բան է գալիս, որ մյուս կողմից է կադրերը դրեք։ Գտեք մյուս կողմից, ասենք ինչ ա եղել մյուս կողմից, ասում ենք, այս որ Բաքվի վրա ոչ մեկ չի խփում այս պահին, չէ, հետո իհարկե եղավ, ասենք, հա, բայց սկզբից ամենայն դեպս հա, բայց այսինքն մոտեցումը այդպեսին է, որ եկեք փորձենք հավասարակշռել, հա, այդ հավասարակշռված լրագրությունը ես անձնապես չեմ ընդունում։ Ինձ համար այդ տարօրինակ է, որովհետև եթե այսօր խփել են Ստեփանակերտին, դու ասում ես, որ եղել է այսպիսի մի բան, եթե վաղը կխփեն Բաքվին կամ Գյանջային կամ ուրիշ միտեղ, դու կասես դրա մասին, բայց եկեք իրար կողք չդնենք դրանք։ Դա շատ նման է նրան, որ օրինակ ես Մարիամին թակիմ ու մունկանինք վեշ տալուսաբանինք, որտեվ պիտի ճարինք մի սիտուացիա, շտեղ Մարիամն ինձ թակալ, որպեսզի այդ հավասարակշռությունին, այսինքն դա կեղծ օրակարգալի, ես դրա մեջ իրական հավասարակշռություն տեսնում չունեմ։ Մասամբ, որովհետև դու հենց այնպես չես թակի։ Ինքը մի բան արել է, չէ՞։ Հա, դու ասենք գոնե պիտի ասես, որ ասենք Մարիամ ինձ թարս նայեց, դրա համար թակեցի։ Հա, դե կոնտեքստը տային ասեին, որ օրինակ այս կոնֆլիկտը այսքան տարիակին է, հերթական սպուշկան այլել, բայց այդ կադրը տային։ Ճիշտ է։ Այ դա է, որ երբ խոսում ենք լրագրության մասին, որը որ կոնֆլիկտի լուսաբանում է, ինչ որ դեպքերում ես ինքս այդ սկզբունքներին, այդ հավասարակշռված սկզբունքներին դեմ եմ, որովհետև դու ստեղծում ես արհեստական հավասարակշռություն։ Դու ասում ես, արի կլինի ես նժարները փորձեմ ինչ որ մի բանով հավասարակշռել, երբ հատկապես մարդկային
գործոնի դեպքում այդ ընդհանրապես չի աշխատում։ Իսկ վեր իներ այլ պատերազմի մասին դուք էլա այդքան զգայուն գնաք։ Նույնն է, ոչ, չէ, իհարկե զգայուն, ես չեմ կարող այդքան զգայուն լինել, ասենք իմ ցավը ես եմ զգում, ես ուրիշի ցավը կարող եմ կիսել, ես իսկապես, ասենք, դրանից հետո եղավ ուրեմն ռուս-ուկրաինականը, էլի նույն ձևի ցավալի դու չես կարողանում նայել, ասենք, այդ կադրերը, չգիտեմ, նույն Բուչան չես կարող նայել, լիքը բաներ կա, որ դու, ասենք, պատրաստել եմ նյութեր, որ ես մինչև հիմա հիշում եմ այդ նյութերը, հենց անգամ եթե նկարագրեմ, այդ նկարագրությունն է շատ ազդեցիկ լինում այդ նյութերի։ Իհարկե շատ ազդեցիկ է, բայց Չոզում տեսնամ ցած հիշի սենլալ որպես հայի ու պատար համաձայնչի թա Չէ, իրանք այնտեղ իրանց համար մեկը դու հայ ես, ադրբեջանցի ես, այդ իրականում ոչ մի կապ չունի, այսինքն այն չի որ դու հայ ես եւ իրենք պահանջում են որ դու հավասարակշռես, չէ, իմ կողքը նստած էին, ասենք, անգլիացի, ամերիկացի եւ իրենք այդ չափանիշը իմ արչեւ չէին դնում, այդ չափանիշը դրված էր բոլորի արչեւ, այսինքն խմբագրության արչեւ եւ բոլոր դեպքերում, ոչ բոլոր դեպքերում, ոչ Այսինքն ես հիմա կոնկրետ ասում եմ 2020-ի պատերազմի մասին եմ ասում, որովհետեւ հետաքրքիր կինի այդ վեր դեպքերի մա վեր կիրառելի չինել։ Կարող եմ ուղիղ ասել, օրինակ ռուս-ուկրաինականի դեպքում շատ հաճախ մենք դե նաև այստեղ բանի խնդիր էր, մենք ունեինք Ուկրաինայից անմիջապես ինչ որ կադրեր էին գալիս, հատկապես առաջին օրերին Ինչով հավասարակշռես դա, առաջինը որևէ հավասարակշռության մասին խոսք չկա, այս դեպքում Դե նույն պատմությունն է վեր հուվահարձակվալ ինչ կադրեր կստացան։ Վերջ, այսինքն դա ուղղակի տրվում է եւ երկրորդը ամեն դեպքում կա այդ ռոպագանդայի մասը։ Եվ այդ ռոպագանդան ինչքան էլ որ մենք ասենք, որ պիտի զերծ մնանք այդ ռոպագանդայից, այ նույն 2020-ի ժամանակ մենք ակնհայտ այդ ամբողջը տեսնում էինք, հա Նաև մեր կողմից էինք տեսնում։ Այ որտեղից էր ինֆորմացիան գալիս։ Ես գիտեի, որ կարող եմ վստահել ինչ որ մարդկանց, ում ճանաչում եմ անձամբ։ Այլ ոչ պաշտոնական հաղորդագրություն։ Իհարկե, ոչ հաղթելու ենք այդ լոզունգին, որ առավոտից իրիկուն ամեն երեկո, ասենք, իրականում թունավորում էր, հա, այդ թվում է թե այսպես ոգևորում էր մարդկանց, առաջին, այսինքն այդ ակնհայտ դարձավ ինչ որ մի պահի, որ դա շատ վատ խաղ է, որ խաղում են մեր գլխին, ավելի լավ է դու իմանաս ճշմարտությունը եւ ապրես այդ ճշմարտությունը, քան այդ լավ սուտը, որը որ թմրանյութի նման քեզ քնացնում մինչև նոյեմբերի 9-ը, երբ որ դու կարող ես սրտի կաթված ստանաս։ Բայց իլայլն պատերազմի ժամանակ շատ քիչ, եթե ոչ մի հոգի, ու սեյսել այն ինֆորմացիան ինչ որ ինքը տեսնայի սայլել, բայց այդ մարտին հասարակությունը անցալ է իսել որպես թշնամի։ Օրինակ Թաթուլը, գիտեմ, Թաթուլը օրինակ Էդիկը Բաղդասարյան օրինակ ուրեմն նույն Բարսը երբ հիշում եմ հետո Սարգիսի հետ Խարազյան զանգել հետո առանձին խոսել եմ որովհետև Մարգարիտա Քարամյանից հարցազրույց վերցրեցի երբ ինքը պատմում էր թե ոնց են դուրս եկել Հադրութից որ օրը եւ ոնց ու այնտեղ կային կադրեր որ ես տեսել էի ոնց Բարս մեդիայի ուրեմն Մեքենան գալիս մտնում է Հադրութ եւ Սարգիսն էր Խարազյան գիտեի անձամբ էլի իրեն ճանաչում էի զանգել եմ ասել եմ այ ինձ մանրամասն նկարագրիր ոնց դուք մտաք ինչ տեղի ունեցավ որովհետեւ մեքենան տեսել եք այդ կադրերը կհիշեք չեք հիշի բայց մեքենան գալիս կանգնում է եւ ասում են ուր ես գնում ասում է իջնում եմ ներքև ասում է չէ ներքևը էլ ներքև մի իջիր արդեն չաստը հա այնտեղ արդեն մերը չի բարձրացիր վերև բարձրանում են վերև այնտեղ ուրեմն գյուղապետարանի քաղաքապետարանի թե գյուղապետարան խոսքով շենքն է որտեղից որ ինքը փորձում է նկարել հենց տեսնում են դիմացից որ նկարում են իր վրա սկսում են կրակել այնտեղ մանրամասներ էին պետք որ օրներ որ ժամներ որ պահներ որովհետեւ մենք այնտեղ մի նյութ հրապարակեցինք որը իրականում հետո առիթ եղավ եւ այդտեղից շատ բաներ վերցրեցին Amnesty International-ը ապացուցելու համար որ Հադրութում գնդակահարեցին ուրեմն քաղաքացիական անձին հա երկու հոգու հիշում եք եւ այդտեղ երբ մենք
այդ նյութը հավաքում էինք, մեզ պետք էր րոպեներով այդ ամբողջը վերականգնել եւ դրա համար ուրեմն հարցազրույցն էր Մարգարիտայի հետ, երբ ինքը պատմեց իր այդ ամբողջ պատմությունը, այդ մեքենայի պատմություններ, այսինքն մենք ինքներս առաջինը մեզ համար էինք ուզում վստահ լինել, ճշտել, հետո արդեն ուրեմն արբանյակային այդ լուսանկարներն էին այդ պահին, որտեղ որ տեղային դիրքորոշումներ։ Այսինքն պատերազմի ժամանակ ընդհանրապես օբյեկտիվ լրատվություն ստանալը համարյա անհնար է։ Հատկապես երբ դու չունես այդ հնարավորությունը, ես օրինակ մի օրինակ էլ պատմեմ, Amos Chappell, շատ լավ հետաքրքիր ուրեմն ֆոտոլրագրողը, չգիտեմ գուցե տեղյակ չեք, կարող եք նայել։ Այդ ժամանակահատվածում ինքը եկավ Հայաստան եւ Հայաստանից ինքը նյութեր սարքեց եւ ուղարկեց, բայց այդ ընթացքում նաեւ ինքը փորձում էր գնալ Ադրբեջան, այսինքն փորձում էր երկկողմանի ստանալ այդ ինֆորմացիան եւ ներկայացնել, բայց Ադրբեջանը մերժեց ուղղակի իրեն, ոչ մի ձևով թույլ չտվեց գնալ, անգամ Բաքու ինքը չհասավ։ Երբ եկավ Հայաստան, այստեղ ուրեմն ինքը կարողացավ Երևանում նկարել, կարծեմ Երևանից անգամ դուրս եկավ իհարկե առաջնագից չգնաց, Ղարաբաղ չմտավ, բայց գոնե Երևանում ինքը տեսավ թե ինչա կատարվում, տեսավ այդ սև ժապավենները, այդ նյութեր պատրաստել այդ սև ժապավենների եւ մնացածի մասին, բայց մյուս կողմից, այսինքն ուզում եմ ասել, երբ անգամ լրագրողը փորձ է անում երկկողմանի ինֆորմացիա ստանալ, մի կողմ իր համար անհասանելի է։ Նույնը նաեւ ռուս-ուկրաինականի դեպքում, ասենք Ռուսաստան, ասենք ով կարող է հիմա գնալ Ռուսաստանի կողմից մոտենալ, հնարավոր չի դա։ Նա ասենք արևմտյան լրատվամիջոցների մասին եմ հիմա ասում։ Բայց մյուս կողմից այդ օբյեկտիվ լրատվությունը մարդուն հասանելի է իր անձնական կապերի շնորհիվ, եթե ինքը այդ անձնական կապերը ունի։ Իհարկե, ասենք նույն Թաթուլին ես անընդհատ հետևում էի, ինչ որ բաներ կային, որ ես ճշտում էի։ Այդ ընթացքում նաև գրել եմ Թաթուլին։ Կապ ա եղել Էդիկետ Բաղդասարյան։ Այդ նյութերը, օրինակ նույն Էդիկենս նկարած նյութերը մենք դրել ենք Ազատություն ռադիոկայանում, երբ որ այդտեղ ուրեմն էլի տեսած կլինեք վստահ եմ, Բարսի նյութերն ենք դրել այդտեղ, որովհետև վիզուալ դու պիտի ինչ-որ մի բան ներկայացնես, ցույց տաս թե այդ պատերազմը ինչա նշանակում, գոնե այն մակարդակով, որ դա կարողացել են ուրեմն կամերաները ֆիքսել մեր կողմից, հա, բայց օբյեկտիվ լրատվություն այդ պահին անհնար է, երբ որ դու Հայաստանից դուրս ես, շատ ավելի ազդեցիկ է դա քեզ վրա։ Քեզ թվում է, որ դու կգաս ու ինչ-որ մի բան կարող ես փոխել, կարող ես ինչ-որ մի բան անել, այնտեղ դու քեզ զգում ես մի տեսակ բանի կարգավիճակում, որ ինչ եմ ես նստել այստեղ, ինչ եմ անում։ Ինչքան էլ որ հետո օբյեկտիվորեն հասկանում ես, հա, բայց ասենք ես կարող եմ նյութ գրել նույն Հադրութի այդ սպանությունների մասին, ես ունեմ այդ հասանելիությունը խոսելու, ուրեմն կամ ներկայացնելու միջազգային լրատվամիջոցներին ու կարող է պատահի դա ավելի օգտակար է, քան եթե ես այստեղ զուտ ֆիզիկապես ներկա լինեմ, ինչ եմ անելու, ցանց եմ գործելու։ Իսկ այդքանից հետո նախորդ տարիների կատարած աշխատանքին հունցը կլայիշիս, մինչեւ թեատրում վեր անիմաստ չի։ Չէ, անիմաստ չի։ Ես չեմ համարում։ Ինչավա կարևոր բան։ Ամենաառաջինը կարևորը, որովհետև դա վավերագրվել է։ Ամենամեծ բանը եւ մենք երբ դա անում էինք, հիշում եմ մենք ձեզ էլ միշտ կրկնում էինք, որ անկախ ամեն ինչից մենք վավերագրում ենք, որ դա վավերագրական ֆիլմ է, դա կոնկրետ մարդիկ են ու իրենք ունեն կոնկրետ ճակատագրեր։ Այդ մարդիկ հիմա իրենց մի մասը, ասենք, հիմա Հայաստանում են, կան մարդիկ, որ Հայաստանից դուրս են եկել, կան մարդիկ, որ չկան։ Բայց այդ պահին մենք վավերագրել ենք, այսինքն մենք վավերագրել ենք Արցախի կյանքը, ոնց է ապրում այդ ժամանակահատվածում եւ դա շատ մեծ արժեք է։ Ու իրականում ինքը կարող է վաղը ավելի մեծ արժեք լինել։ Վավերագրությունը միշտ այդպես է, ինչքան գնում է, այնքան կոնյակի նման, հա, ինքը ավելի լավանում է, թանկանում է ու ազդեցիկ է դառնում իր ուժը։ Այսինքն այդ մարդկանց պատմությունները, որ ապրել են այդտեղ, ոնց են ապրել, ինչ են արել, ինչ կյանք է եղել, միջավայրը ոնց է եղել, դա շատ կարևոր է, այսինքն դա անիմաստ չի եղել ոչ մի դեպքում։ Չէ, այդ վավերագրությունը մոզել անպայման այսիկլի, թե ինձ էլ չի անիմաստ, որտեղ այդ գտածո են համարվում այդ կադրերի վերջում մարդիկ երջանկանում են իրենց տան, իրենց այդ երջանիկ օրերի հուշերից։
վերիկա։ Այդ ֆիլմերը ոչ միայն անկարևոր չն, իմաստազրկված չն վավերագրությունն, այլև ուզում նաև խոսենք այն մասին, որ այդ ֆիլմերից որոշները վեր հնարավոր է երկրորդ մաս նկարել, այդ փորձերը ըրվալն դյուզա, այս պահի դրությամբ կարծես թե բաց հասանելիություն չկա, առանց քննարկումներ եւ այլն, հուսանք ավելի մասշտաբային ադրնալան, որտեվ այդ ֆիլմերի համադրությունը շատ բան է ասում հենց կոնֆլիկտի տրանսֆորմացիան մասին այն ժամանակ այդ նույն հերոսներն ինչ կարգավիճակում են լայել ու մենք այդ հերոսները ինչ կարգավիճակում են գտնվում ոզում բայց նաև վերադառնանք լրագրողական էթիկային ու խոսենք այն մասին հունց հասգում լրագրողը յուրան այն ժամանակ երբ յուրան երկրում պատերազմա ինքը որոշ բիներ տեսնում ավեր ճշմարտություն չի ինքը ստիպված է ընտրե մասնագիտական էթիկայի ու լավ այսպես ասած լավ հայ լինելու միջև, որովհետև հնարավոր է ինքը օն է այդ վախը վեր ինքը ասե ճշմարտությունը, ինքը տրնալանա, ստի ասած դավաճան գուցե անգամ ինքը վախոն է վեր յուրան ճշմարտությամբ պատերազմի ընթացքը կարեփոխվե ու ինքը վնասե յուրան սեփական երկրին, հունցա ծեր կարծիքով, այս ամեն ինչը հունց կարելի է դյուզրած, լավրած ծեր տեսակետը առհասարակ մարդու ու լրագրողի միջև այդ ընտրություն անելու ստի ասած քաղաքացի լրագրող այդ սահմանը դա մի մեծ իսկապես հատուկ դասընթաց է երբ էլի մենք դրա մասին այն ժամանակ էլ ենք խոսում դու գծով գնում ես դու եւ քաղաքացի ես եւ լրագրող ես բայց երբ որ դու լրագրող ես դու իրավունք չունես տրվել դրան որ քեզ անընդհատ պետությունը կապ չունի որ պետությունը քեզ անընդհատ ներշնչում է ներարկում է որ թուրքը տեսնում ուրախանում է չգիտեմ թշնամու ջրաղացին ջուր մի լցրեք եւ մնացած լոզունգներ որոնք որ ես համարում եմ էլի կրկնեմ դա թույն է որը որ չի կարելի տալ որովհետեւ ամենահեշտ բանը ընդհանրապես լրագրության մեջ տալ են ինչ մարդիկ ուզում են լսել մարդը չի ուզում լսել ճշմարտությունը մարդ ուզում է լսել այն ինչը որ ուզում են լսել հա ես ուզում եմ կապ չունի քաղաքականա թե ինչա ազգայինական ես ուզում եմ լսել այն ինչը որ ես մտածում եմ այս պահին հա ոչ ինձ ճշմարտություն մի տվեք ես դրա կարիքը չունեմ շատ մարդկանց համար այդպես է ինձ հաստատումը տվեք իմ մտածածին այո ես ուզում եմ ձեզնից լսել սա ու երբ որ դու ինձ հակառակ բան ես ասում կապ չունի որ դա ճիշտ է ես չեմ ուզում քեզ լսել մարդկանց մոտ դա կա բայց դա կիրթ հասարակության եւ հասկացող հասարակության ֆենոմենը չի դա հակառակը մարդիկ են ովքեր ինքնախապեյությամբ են ուզում զբաղվել եւ իրենք միշտ կգտնեն այնպիսի լրատվամիջոցներ եւ լրագրողներ ովքեր իրենց կտան դա եթե մենք խոսում ենք իսկապես լրագրության մասին այն որը որ փորձում է գտնել ճշմարտությունը ու չի վախենում իր գտած ճշմարտությունը տալուց որը շատ քիչ է այդպիսի ուրեմն լրագրողները ցավոք շատ քիչ են իրենք չեն վախենում որ իրենց կասեն դավաճան ու եթե դու լրագրող ես դու դրանից չպիտի ված գաս որովհետև հաստատ քեզ պիտակելու են հաստատ քեզ ասելու են եւ քեզ ասելու են եւ այս կողմից եւ այն կողմից նորմալ է բայց դու գիտես որ դու մարդկանց տալիս ես այն ինչը որ դու տեսել ես գտել ես Էլի անուններ չասեմ, երբ որ դու գիտես, որ մեր զորքը օրինակ փախնում է եւ այդ տարածքները տված են եւ դու դրա մասին խոսում ես, ու դա հակասում է այն պաշտոնական ռոպագանդայի հետ, որ ցույց են տալիս, ասում են, չէ, մերոնք կանգնած են, հաղթելու են եւ մնացած ուրեմն չասեմ ինչերը, որոնք իհարկե ավելի հաճելի է դա լսել։ Իհարկե ավելի հաճելի է լսել, որ մենք հաղթելու ենք, բայց դու հասնելու ես, չէ, նոյեմբերի 9-ին, ու երբ որ դու գիտես, որ դու գնում ես դեպի նոյեմբերի 9-ը, ավելի բարոյական չի ասել մարդկանց, որ ժողովուրդ մենք վատ վիճակում ենք։ Իհարկե ռոպագանդիստները կասեն, չէ, այդպիսի բան չկա, դու պիտի անընդհատ ոգևորես, ոգեշնչես, հակառակ դեպքում այն ովքեր որ կռվում են, իրենք էլ կթողնեն եւ կփախնեն, կգան։ Սա ուրիշ մի վեճ է, բայց մենք խոսում ենք լրագրության մասին։ Լրագրությունը դա բացահայտել ճշմարտությունը եւ մարդկանց տալ այդ ճշմարտությունը, տալ ճիշտ ձևակերպումներով, առանց պանիկայի, այսինքն մենք չենք ասում, վсё, բրծավ ամեն ինչ փուլ եկավ եւ չկա ուրիշ կյանք։ Դրա մասին չի խոսքը, բայց մարդիկ իրավունք ունեն լսել ճշմարտությունը ումից։ Պետությունը եւ ռոպագանդան դա չեն անում, ցավոք։ Եթե դա չանեն լրագրողները, ով պիտի անի։ Ումից պիտի իմանան։ Այսինքն կոնֆլիկտային լրագրությունը դա էթիկայի սահմանների մեջ
մարդկանց տալ այդ ճշմարտությունը, այսինքն ցույց չտալ այն կադրերը, որոնք մարդիկ չպիտի տեսնեն, բայց ասել այդ ճշմարտությունը, ասել այն ձևակերպումներով, որ լրագրողը սովորում է իր մասնագիտության ընթացքում ոնց պիտի խոսի ինքը իր լսարանի հետ։ Եթե դա վիզուալն է, ապա վիզուալ ձևով, եթե դա տեքստային է, տեքստային ձևով, այսինքն պարտադիր է դա պահել։ Եթե չկա էթիկա, չկա լրագրություն։ Եթե չկա ճշմարտություն, չկա ոչ էթիկա, ոչ էլ լրագրություն։ Շատ լավ սահմանում տվեցիք այս վերջինը, ես հուսամ այս եթերը օգտակարային են ոչ միայն լրագրողներին հետի հուվեք հետաքրքրված են կոնֆլիկտային լրագրությամբ, այլ հասարակ մարդուն, մզլողջի հուվեք իրականում օզում են ճշմարտությունը գիտան, օզում չեն խուսափին ճշմարտությունից, հուվեք օզում են ազնիվինին ուրանցնը հետ ու մարդկանցնը հետ, շնորհակալություն պարոն Մանսուրյան մզնետ այս անկեղծ քաթը կիսելի հետի, ձեր մասնագիտական կարծիքը ու ձեր մարդկային դիտարկումները մզ շատ պետք քնիլալ վստահում նաև մեր լսարանին հույսոնինք վեր ձեր ուսանողները ոչ միայն կոնֆլիկտային լրագրության, այլ առհասարակ լրագրության մեջ մստլանն են ճշմարտությունն վեր պետքա գիտանք, վեր թա օզում կսկանանք ու հույսոնինք նաև մեր այս եթերն էլ դիլել կարող է ներկա վեր ձեր սրտավը չիլե, բայց դա այն ճշմարտությունն է վեր նաև մունք տեսնում։ Շնորհակալություն ձեզ մզնահատինիլի հտե, հիշեցեք վեր միանակ Patreon-ն ու podcast շարունակենք։ Մը շատ հետաքրքիր է նաև կարդինք ձեր մեկնաբանությունները ու ձեր կարծիքները կոնֆլիկտային լրագրության մասին, հենց փաստացի օրինակներով 20 թվի պատերազմ, 23 թվականի տեղահանություն, գիրեցիք ինչքան ավակ համաձայն մզնետ, ինչքան ավ չեք համաձայն, մունք ձեր բոլոր մեկնաբանությունները ուշադրությամբ կարդում ենք ու պարտադիր պատասխանում ենք։ Շնորհակալություն վեր մզնետը։